Բարև ձեզ նորից, ձեզ հետ Վանյան Գուրգենն է, քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան։ Ժողովուրդ, այսօր ուզում եմ խոսամ մի նորության մասին, որը որ երեք կարդացի, այսինքն դրա մասին նույնիսկ շորթ կա Ռեգնյուզում, որ Պաղեստինից, այսինքն Գազայի երեխաներին բերելու են Հայաստան, այստեղ բուժեն, պահեն, խնամեն, ու տենց, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Լավ բան են անում, երեխաներին առհասարակ պետք չի թողնել, որ տենան այդ պատերազմի արհավիրքները ու ընդհանրապես չեմ ցանկանում, որ որևիցե երեխա կամ առհասարակ ինչ-որ մեծ նույնիսկ անձնավորություն տենա պատերազմի այդ արհավիրքները, որը որ կատաստրոֆիկ է ու կյանքերը խլում, առողջությունը խլում, հարազատներն է խլում, հայր, մայր եւ այլն, երեխային է խլում իր հորից ու մորից։ Դա շատ վատ բան է։ Պատերազմը շատ վատ բան է։ Օգնում են, լավ են անում, բայց ես ուզում եմ մեկ այլ կողմից մոտենամ այս հարցին ժողովուրդ։ Ինչ որ խոսք էր գնում, որ 11 երեխա պետքա բերեն, 3-ին են ինչ որ բերե, թե ինչ արե, մնացածների ծնողները ինչ որ համաձայն չեն եղել, որովհետև պետք է այդ բոլորի ներկայացնել ինչ որ մի անձնավորություն, դա համար համաձայն չեն եղել, ու բնական է, ես ծնողներին հասկանում եմ, քանի որ չես կարող, հա, քո երեխուն թողես ուրիշ երկիր գնա բուժվելու, հա, ու բանը լինի։ Ինքը տես հանգիստ թողի ինչ որ մեկի հետ գնա։ Դա հասկանում եմ, բայց մի կողմից չեմ հասկանում, եթե դու պատերազմական իրավիճակի մեջ ես, դու ոնց չես ուզում քո երեխուն թողես, որպեսզի գնա գոնե այդտեղ 100% ինքը նորմալ կապրի, բան կանի, թեև չի կտրվի, ոչ չի կտրվի, սաղ կմնա ամեն դեպքում։ Ըստ մի քանի նկարտում եմ ես նկատում, որ իրանք են ուզում, մեծերներ են ուզում գան, նու բնականը չեն ուզում, հա, մնան Գազայում, Պաղեստինում չեն ուզում մնան։ Ու հենց Իսրայել ուզածն դա է, որպեսզի Գազան սկսի արտագաղթի։ Նեթանյահուի ուզածը հենց դա է, Բեն-Գվիրի ուզածը հենց դա է, որպեսզի Գազայից արտագաղթեն։ Բեն-Գվիրը ազգային անվտանգության խորհրդի բանն է, քարտուղարն է Իսրայելի, եթե չգիտեք։ Տեսեք, ես ճիշտն ասած անցած տարի 2025 թվականից, որ փոխվում ենք 2026 թվական, նոր տարվա այդ շեմին էր էլի, դեկտեմբերի 27-ներ, 28-ներ, Գումիշուկայի կողմերը, մեր կողմերը, գնում էի որ բան անեի, խոզի միս առնեի, որ խորովածի համար պատրաստություն տնեի էլի, արդեն խորոված բան, այնտեղ տարբեր ուտեստներ, տենց մսային միշտ սիրում եմ սարքեմ նոր տարվա այդ շեմին էլի, նո նոր տարվա օրվա համար հիմնականում։ Բուտ բան էս կոմենկոմ։ Գնացել եմ որ առևտուր անեի, բան անեի ու մի 2 օր էր մնում արդեն նոր տարվա այդ գիշերը էլի, 2 թե 3 ամենաշատը։ Առևտուր արեցի, բան եմ անում ու գալիս եմ մի եւի 10-20 կիլո միս էի առել։ Խոզի միս էի առել։ Արդեն որ գալիս եմ որ պետքա հասնեմ մեր տները ու մոտենամ արդեն իմ տանը ու իմ գործերը սկսեմ, ճանապարհին Տիգրան Մեծի վրա տեսա այտենց երեխաների մանկասայլակներով, կալյասկաներով, այսինքն էլի ծնողներ էին գնում ու երևում է որ իրանք բան են էլի, ինչ որ արաբական տես բան են։ Ես դեմից կարծեցի որ եւի պարսիկներ են, որտեվ այդ չադրա բաներով էին, կանեք նիկաբներով էին։ Ու տղամարդիկ սևոտ բան, ինձ թվաց թե եւի տես պարսիկ եմ, բայց մի քիչ պարսիկ այդքան է սևոտ չէ՞ էլի։ Տես մտածում եմ, ով կլեն բան, արաբներ են եւ եկել են նոր տարվա շեմին տես ուրախանան բան անեն, էս կոմենկում, ու ինձ ա մոտենում այդ զույգի այդ տղամարդը, հա, ինձ ա մոտենում։ Մոտենում է, սկսում է անգլերեն այդպես խոսա բան, ջարդատված անգլերենով բան, սկսում է խոսա, ասում է այտենց ուտելու բան եմ ուզում, բան սոված Գազա, Պալեստին, բան sense բաներ է խոսում, Իսրայել բոմբ, sense բաներ է խոսում։ Այդ բանը քիչ խնդալս հազիվ բայց Իսրայել բոմբ էր ասում։ Ու պաղեստինցիներ էին էլի իրանք, ու տես մի քանի հոգի տես տեսա որ տես գալիս են էլի, ոնց որ յադերով տես խառը գալիս են, երևում էր որ տես արտագաղթածներ են։ Ճիշտ ասած, ու նայում եմ ձեռիս մսերին ու ես համաչում եմ էլի բան անեմ, ասում խոզի միս է էս էլի, pork, pig, բան, sense բան եմ ասում որ հասկանա։ Ու ձեն չի անում, բայց զգացի որ բան էլի այդ անձնավորությունը իրոքից տես սոված էին բան էին, որ դաժե ինձ թվում է եւ եթե կուտեին, ուղղակի համաչեցի էլի, ամեն դեպքում մուսուլմաններ են ու մահմեդական են ու չեմ ուզում էլի առաջարկեմ, չուզեցի առաջարկել խոզի միս բան։ Էս ինչի համար եմ պատմում։ Ես դաժե նոր տարվա շեմին, այսինքն նոր տարվա վախտերով, որ 26 էինք մտնում, արդեն պաղեստինցիներ ստեղ կային ու ընտանիքներով են։ Կին, ամուսին, երեխա, արդեն ընտանիքներով են գալի։
ու այս տենդենսը, որ հիմա երեխաներ են ստեղ գալու, հետո բնականաբար ծնողներն են ինչ որ միջոց գտնելու գանստը, այդքանն է չեմ կարծում, որ լավ միտք է Հայաստանի Հանրապետության կողմից sense ինչ որ բաներ անելը, որովհետև ժողովուրդ մենք մեր հարցեր ունենք, էլի։ Այ օրինակ նայեք, ազգայնականներին լեվակներ չեն հասկանում, ես էլ լեվակներին չեմ հասկանում։ Օրինակ ինձ գիտեք ինչ են հասկանում իրանք, լիբերալները ձախ։ Իրանք ասում են, «Էս ինչ է խոսում, ախպեր, քիենի մարդ չի, ժողովուրդ են էլա մարդ, բայց ես այդ պետությունը չեմ հասկանում, որ ես դնեմ համ իմ մասին մտածեմ, համ իմ հայի մասին մտածեմ, համ է ուրիշ պետության ինչ որ տես մի հատ աղետից դժված մարդու մասին մտածեմ»։ Մենք այդ պետությունը չենք։ Մենք ոչ Գերմանիա ենք, ոչ Ֆրանսիա ենք, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ենք, որպեսզի, չգիտեմ, կարողանանք այդքան տես բաներով զբաղվենք, ապահովագրական ինչ որ, հա։ Պակաս երեխաներ կան Հայաստանում, որ սոված են մնում։ Սոված են մնում, ես էլ հիվանդություններ չեմ խոսում։ Այն դեպքը, որ Արմավիրի մարզում գտել էին երկու տարեց մարդկանց հերու տղա, որ սովից տենց ընկած գարաժի մեջ, դա օրինակ ինչ տեսարան էր։ Այդ հարցերով է պետք զբաղվել, ժողովուրդ ջան, թե չէ Պաղեստինից, հա, ես իմ մեղքը գալիս եմ, բնական է երեխաներ են, բան, ու առասարակ այդ պատերազմը լավ բան չի, բայց օրինակ ես իմ մտածելակերպը լրիվ տոտալ ազգայնական է, աչ ազգայնական, պրավի նացիոնալիստ, սենց ասեմ։ Իմը դա է, ես այդ մարդն եմ, ազգայնական եմ, իմ համար կարևոր իմ հայ ազգն է, իմ հայ ազգի երեխեքն են։ Ջահել զույգերն են, որ լավ աշխատեն, փող ունենան, ապահովագրված են, բժշկական ապահովագրությունն է։ Իմ ուշքի միտքը դա է, թե չէ ես մի կոմենտ եի կարդում ճիշտ նկատողությունները, որ դա հետ է ընթացքում, հա, հետս հետը բերելու է նրան, որպեսզի շատ ավելի արաբներ ու բաներ գան լսվեն Հայաստանը։ Ժողովուրդ Ռուսաստանից տենում եք ինչքան են գովում Հայաստանը, ռուսները որ գալիս են ըստե։ Պրոստը ասում մեկը քեզի մոտիկանում բարեհամբույր պատասխան է տալի կամ չգիտեմ, երեխեն տես մի հատ ընկելական բան է եղել, կոմենտ ջուրես մոտիկասուն տալիս ես, հա, բանով օգնության տեսանկյունով, հա, օգնության առումով։ Ոնց են ուրախանում, հալում են տեղում, միանգամից վայ բան, հայը սենց բան, մեզ իսկի Ռուսաստանը սենց բան չեն մոտենում, բան անում։ Գովում են, ընդդուս է հավախտ գալիս են, գովում են, ընդդուս է հավախտ գալիս են։ Այս Վրաստանի սահմանը տեսեք ինչքան մարդ է սահմանը անցել։ Վրաստանի ՄՎԴ-ն ասում է, որ 20000 հոգի չի անցել, բայց 10000-ը հաստատ անցել է։ Ու մեծամասնությունս კი Վրաստանի իմը չեմ անում, այն տղու, որ աղբոր հարսանիքը հարմել էին, ուկրաինացիք, որ իմացել էր թե ռուսա բոքսել էր աղջկան գամարջով էր արել, համարում այդ դեպքից հետո Վրաստանում էլ այդքան շատ չեն մնում։ Հիմա պերամոյս Երևան են գալի։ Բայց մի քանի օրվա մեջ կա 30%-ով թանկացել մեր այս տների գները, այդ բաները, վարձակալության գները քիա թանկացել։ Ռուսներն լիքը գալի, լիքը ռուսներ են գալի ու դեմը տենց մոբիլիզացիա է լինելու։ Աշտանը սեպտեմբերի կողմերը պետք է մեծ մոբիլիզացիա լինի արդեն։ Բայց ռեզինից չի Երևանը։ Ու ես շատ եմ, այդքան խայտաբղետ բնակչությունը մեզ պետք է։ Ռուբեն Ռուբինյանը չէր խոսում, Սամվել Կարապետյանի բանը աղբոր տղաունը ոնց էր, Նարեկ Կարապետյանը չէր խոսում, արժեն, որ ասում էր մենք չենք ուզում, որպեսզի Արցախի բնակիչները, ովքեր որ բան են արել, արտագաղթել են Արցախից, հա, բռնի ուժով արտագաղթել են ադրբեջանցիքի բարբարոս բռնի ուժով արտագաղթել են իրենց հայրենիքից, մենք չենք ուզում որպեսզի գնան այնտեղ, նորից հետ ապրեն, այդ իրավունքի մասին չենք ուզում խոսանք, քանի որ նրանք բարձրացնում են արևմտյան Ադրբեջանի հարցը, այսինքն Երևանում բան ապրող այդ մարդկանց հարցը։ Ու դա նրանով բացատրեց, որ խայտաբղետ բնակչության պատճառով, այսինքն Ղարաբաղում որտենց խառը բնակչություն է եղել ժամանակին, դա վերջի-վերջո բերեց կոնֆլիկտի, ու ոչ միայն Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան այդ խառը բնակչության պատճառով քրիստոնեական ու մահմեդական բերեց կոնֆլիկտի վերջում, որը որ հանգուցալուծվավ Ղարաբաղում, Արցախում։ Հա, ես իդեպ Արցախ բառը չեմ վախենում, ժողովուրդ, Արցախ, իմ համար էլ դա Արցախ է, համարվում Ղարաբաղ չի, Արցախ է, Արցախ։ Դա մեր պատմական Արցախն է, որը որ եթե հիմա չէ, եթե 50 տարի չէ, 100 տարի չէ, մի օր հետ են վերադարձնելու, դա մերն է։ Դա ադրբեջանցիքին է, չի 100%։ Եթե գոնե պարսիկը ինչ որ միտեղ խոսար, ասեմ լավ, պարսիկը ինչ որ տես մեր այդ բարեկամական կապը ունեցել, բանատեղ ինչ որ պատմական բան ներկայություն ունեցել, բայց ոչ ադրբեջանցին էլի, որ սկի ինքն է այս 80 տարի ընդամենը որ ինքը իմացել է որ ինքը ադրբեջանցի է, ոչ թե թաթար է, կովկասյան։
Ու մի բան է ասեմ, Ռուբեն Ռուբինյանին մտ ուզում այդ բանով մի sense մի բան ասեմ, պարոն Ռուբինյան, եթե դուք ասում եք, որ խայտաբղետ բնակչության պատճառով տես բաներ է տեղի ունենում, հա? Ինչի ձեր քաղաքական թիմի ձեր ընկերը Արայք Հարությունյանը, որը որ այն ժամանակ վարչապետի ապարատի բաններ ինքը ղեկավարներ, հիմա դառել է падգամավոր, ինչի ան նա ձեր այդ բանի ժամանակ, որ ընտրություններ եկան, հունիսի 5-ին, հա, ընտրություններից 2 օր առաջ։ Ժողովրդի դիմաց կայանում ասում որ պետք է ստել լիքը մարդ բերենք, ինչ որ միգրանտները թողան եւ հենց միգրանտ չէ ասում, այլ ազգիները գան, իրենց զգան Երևանում եւ այլն, նախընտրականում ինչու էր այդպես բաներ ասում։ Դուք ասում եք խայտաբղետ բնակչությունից տենց է լինում, բայց դուք եք Հայաստան սարքում խայտաբղետ։ Կամար հասարակ Արցախի հարցը ինչ կապ ունի Երևանում ապրող այդ երազների հետ։ Երազով չգիտեք, Երևանի ադրբեջանցիք են այն ժամանակվա 80-90-ականներին, որ արդեն դուրս գնացել են, իրենց մասին է խոսքը գնում։ Իրանք ինչ կապ ունեն Արցախի օրինակ բնակչության հետ։ Արցախի բնակչությունը համեմատելու չի այդ իրենց ասած արևմտյան Ադրբեջանի բնակչության հետ։ Արցախի բնակչությունը կան իրանք համեմատեն այն 15%-անոց բնակչության հետ ադրբեջանական, որը որ եղել է Արցախում ու այդ 7 բաներում, շրջաններում։ Դրա հետ կան համեմատեն մենակ։ Այն այդտեղ են իրանք պարտված վիճակում, պարտավորական իրադրությունում, հասկանում եք դա թե չէ։ Եթե դուք արևմտյան Ադրբեջանի բանից եք վախենում, բա ինչի առաջ եք քաշում երևանցիների, նու ոչ միայն երևանցիների, Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր որ արտագաղթել են բռնի ուժով նորից, արտագաղթել են Բաքվից, Գյանջայից, Սումգայիթից, ինչի իրենց մասին խոսք չկա։ Հասկանում եք, արևմտյան Ադրբեջանը պետք է համեմատեք Բաքվի փախստների հետ։ Դա տենց պետք է լինի։ Ոչ թե Ղարաբաղի Արցախահայության իրավունքից հրաժարվենք, որպեսի բանը լինի, այնտեղ չգիտեմ, արևմտյան Ադրբեջանի չխոսանք։ Բայց դուք բան չեք խոսում, Բաքվում ապրող հայերի չեք խոսում, որ ամենահարուստ մասն է եղել։ Ու ոչ մեկին ոչ տուն են տվել, ոչ ինչ որ իրանց այդ գույքի դիմաց ինչ որ գումար են տվել, բոլորը հիմնականում փախել են, կամ ով որ հասցրել է մի բան վաճառել է, հասցրել է, այսպես մազապուրծ եղած վիճակում է դա արել։ Այն դեպքում որ ստե բոլորին գումարել են տվել, տներով փոխանակումներ են արել, ու կոմպենսացիան 100% կատարվել է։ Ես չգիտեմ, թե դուք անդադ այդ բանը համեմատում Արցախի բնակչության գալ գնալը համեմատում բանի հետ, ադրբեջանցի հետ Երևանում ապրող նախկինում։ Երևանում նախկին ապրող ադրբեջանցի պահը կարող համատեք Բաքվում նախկին ապրող հայերի հետ։ Որը որ իրենց ընդհանրապես ձեռնտու չի։ Ստե 400,000 ադրբեջանցի ապրել որից գլուխ, ելեմ կներեք արտահայտության համար, որ սկսում ներվայնանամ, սկսում տենց ձև խոսամ, մի քիչ ու սկսում կակազեմ ներվերից։ 400 կաշխատեմ նորմալ խոսամ։ 400,000 ադրբեջանցի ստե ապրել է, հա, ժամանակին այդ ամբողջ այդ սովետական միության ընթացքում բանով 400,000-ից ավելի չի եղել Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցի, դա էլ մեևի շատ ասում։ Հայեր եղել է 700,000-ից այնտեղ ավել։ 700, մենակ 300,000 Բաքվում չի ապրել հայ։ Մենք թվերը համեմատենք, էլի ինչ եք խոսում։ Ռոպեն Արցախից եկեք չխոսենք, որ այնտեղ արևմտյան Ադրբեջանի չխոսենք։ Բա բանից խոսա, Բաքվից խոսացեք։ Բաքվից քիչ եք խոսում։ Ում եք գժիտեղ դնում, ես չեմ հասկանում, ժողովուրդ։ Առողջ դատելակերպը դատողությունը չկա պրոստը, ուղղակի չկա առողջ դատողությունը, բթացել են, չգիտեմ, մեծամասնությունը բթացել, չգիտեմ, ես ինչերով զբաղվում, մեկը մտնում ասում է մոդուլային ատոմակայանների համար դու սխալ ես խոսում, ռեակտորների այնտեղ հարցեր գնում, մեկը մտնում է ուրիշ բան ասում, մեկը ասում բանը, հա, մենք պիտի չխոսանք Արցախից բան, տոտալ գժանոց է դառել, բաց երկնքի տակ գժանոց ենք դառել։ Ու միգրանտների հարցով եմ ասում, ժողովուրդ, մի քիչ զբաղվեք էլի, ՆԳՆ-ին եմ նորից դիմում, Տիկին Արփինե Սարգսյան, նորից դες եմ դիմում, զբաղվեք այս միգրանտների հարցերով, շատ են լցվում, շատ։ Գլխներիս ենք տալու, մի որոշ ժամանակ հետո գլխներիս ենք տալու, դուք հլը տակ եք, չեք հասկանում երևի ինչա կատարվում։ Ես 10 տարուց ավել այս քաղաքական հարցերի մեջ կամ խորացված, ես բլոգեր եմ քաղաքական, լրագրող չեմ, իմ մասնագիտությունը լրիվ այլ է, աշխարհագրության գծով եմ մասնագիտական է եղել, օթերոթաբանություն եմ սիրել ու հրաբխագիտություն եմ սիրել, ես այդ ուղղություններով եմ ընդունվել համալսարան։ Ես լրիվ իմը ուրիշ ուղղություն է, բայց էս իմ համար ոնց որ հոբիից դառավ տես մի հատ ինչ որ բան ու ոնց որ հիմնական գործի պես մի բան դառավ։
Բրիտանիայի պես երկիրը վարիա գնաց է միգրանտների պատճառով, Գերմանիան վարիա գնաց է, Ֆրանսիան վարիա գնաց է, Իսպանիան վարիա գնաց է, ինչ եք ուզում դուք այս երկրից, պստիկ երկրից։ Հələ ընդ դիմադրողականությունը մեծ այնտեղ շատ են իրանք։ Ընդ 80 միլիոնին, չգիտեմ, 3-4 միլիոն ունեն։ Մենք 3 միլիոնին արդեն չգիտեմ 300,000 ավել հնդիկ ունենք, լավ էլ հնդիկների մի կողմ։ Ինչքան 2-300,000 ռուս ունենք արդեն թե չէ։ 100,000 մենակ ապրող ունեինք ըստե։ Ուկրաինացի, Բելարուս, չգիտեմ ընդ Աֆղանստանցի, Պակիստանցի, Բանգլադեշցի, Թայլանդացի, ես շատ իմ ուր դուց ասես, պարսիկ բան, ուր դուց ասես։ Ու ամենավտանգավորը այս միգրանտների հետ կապված, ամենավտանգավորը պակիստանցիք են, բանգլադեշցիք են, իրանք ամենավտանգավորն է, որտեղ իրանք տենց, չգիտեմ, մահմեդական ուղղվածություններով լիքը տենց տարեր կան իգիլական, որ չգիտես էլի թե ինչ կարա անի, մտքով անցնի բան, ինչ որ քաղաքական մի հատ սարացում տեղի ունենա, հա, օրինակ մեր ու Ադրբեջանի միջև։ Ընդ Ադրբեջանը գիտեք, որ մոտիկա չէ Պակիստանի հետ, ինչ որ տես բաներ անեն, մուտիտ գցեն, միաստ ահաբեկություն ինչ որ մեկը կատարի։ Սեուտայի օրինակն են բերում, Սեուտան գիտեք, Իսպանիայի էս բանը որ կար, Աֆրիկայի վրի իր անկլավը, որտեղ այդքան Մարոկոից բան գնաց, այդ միգրանտ մտավ, դա հիշում եք, ու ոստիկանները, Մարոկոյի ոստիկանները դուբինկով այդ միգրանտներին լարում են, որ մտեն Իսպանիայի տարածք։ Դա ինչից եղավ, օրինակ գիտեք դուք ինչից դա տեղի ունեցավ։ Դա տեղի ունեցավ նրա պատճառով, քանի որ Տրամպը մուռ ուներ Իսպանիայի բանի վրա, վարչապետի վրա, ով որ դեմ էր Իսրայելի գործողություններին Գազայում, ու Նետանյահուին մարդասպան էր անվանում։ Ու չէր ուզում ՆԱՏՕ-ի բաներին մասնակցել գումար տար, ավել, հա, որ Տրամպը ավել տոկոսադրույք էր ուզում, ինչ որ չգիտեմ 4% էր ուզում բարձրացնել, ինչքան ՎՎՊ ամեն մի երկրի ՎՎՊ-ից։ Այդ դրա համար Նետանյահուի հետ բանացին, ու հենց առաջինը Իսրայելն ու բանն էին։ Մայքլ Ռուբինը չասեց, որ Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնսերվատոր էին, պետքա բան անեին, սանկցիաներ կիրառեին Իսպանիայի վրա, քանի որ այսպես ինչ որ վատ վերաբերմունք են ցույց տալիս միգրանտների հանդեպ Մարոկոյի։ Դա ինչի մասին է խոսում, դա որտեղ կազմակերպված էր Ամերիկայի եւ Իսրայելի կողմից։ Մարոկոյում է ինչ որ այդ իրենց թակավորը որ կա Տրամպի ուղիղ չէ, բաց է այնտեղ մեր ճանապարհ, անապատի մեջտեղը անունը դրել է Տրամպ, հենց այդ ճանապարհի անունը դրել է Տրամպի ճանապարհ։ Այսինքն հետևաբար կարելի է մտածել, որ լավ հարաբերությունների մեջ է Տրամպը խնդրել է չերես Նետանյահուի բանով, հա, երևի տենց այդ դրտմամբ, որ sense մեծ ինչ մուտի տանեն Իսպանիայի դեմ։ Նույնը խեմ է օրինակ վերեմ, նույնը կանան Հայաստանի հանդեպ։ Հայաստանի հանդեպ կարա Ալիևը դիմի, չգիտեմ, այդ Շահբազ Շարիֆը ինչա դրան կարա դիմի, ասի մտիկ մուտի տելի շինի այնտեղ, ոնց որ շատ են արդեն բանանում լեզուներին տալի։ Մեկը պակիստանցիներ այնտեղ ունես հնդկական պասպորտներով։ Սենց բաներ մենակ ես կարամ հավեսով խոսամ Վլադիմիր Պողոսյանի հետ, ինքն է նորմալ դա հասկանում, ինքն է դա նորմալից բացատրում, իրենց ես շատ բաներ իմացել, մենակ իր հետ կարամ։ Մնացած դեպքերում ասում եմ, սենց մատերի արանքով են նայում այս մեր չինովնիկներ այս հարցերին։ Ազգային անվտանգության հետ կապված հարցերին մատերի արանքով են նայում, մատերի արանքով։ Պարտադիր է պետք է մի բան տեղի ունենա, նոր սկսեն ինչ-որ խստացումներ մտցնեն, պարտադիր է։ Որ կարելի է դրա դեմը առնել ու Աստված մի առհասցե մի բան տեղի չունենա։ Որովհետև միգրանտների քանակը շատ է արդեն, շատ է։ Այսօր 3 հատ պաղեստինցի երեխա են բերում, վաղը 10, մյուս օրը 20, հետո իրանց ծնողներն են բերում, ծնողներն են գալի, հետո տեմեն ստե լավ է, ռուսների պես է, զանգում են ասում ախպեր ստե լավ է, եկեք ստե ապրեք, ստե համգործ կա, բանկա կմտնենք Yandex բանկ անենք, տաքսավատ կանենք, այս կանենք, սամակատի վրա, բան առաքում ես կոմենքում, լավ կապրենք։ Բոմբեր չկա, բան չկա, ուսս շատանան։ Չեմ ջոգում, ինչ եք ուզում դառնանք, ինչ պետություն եք ուզում որ դառնա Հայաստանի Հանրապետությունը, կարեք մատ բացատրեք։ Քանակին է չափուսահման կա, հասկանում եք, քանակին է չափուսահման կա։ 600-700,000 միգրանտ կունենանք մենք հիմա երևի։ 3 միլիոնանոց երկրի համար դա մեծ թիվ է, ահռելի մեծ թիվ է։ Մենք մեզ պետքա տիրություն անենք, մենք մեր երեխեքին պետքա տիրություն անենք։ Մի հատ ինչ որ չգիտեմ, քաղցկեղի կենտրոն բացեք ավելի լավ կամ ինչ որ տես ֆոնդեր բացեք, բան արեք մեր երեխեքի համար ավելի շատ այդ գումարը որ պետքա ծախսվի ուրիշ ինչ որ բաներին օգնելու համար երեխեքին մեր երեխեքին կօգնենք։ Ինձ ասում են դու շատ բան ես վերաբերվում այդ խտրականորեն ես վերաբերում այդ հարցին, բայց ի պետքա խտրականորեն չվերաբերվեմ։ Ես ի պետքա մտածեմ այլ պետության քաղաքացու բաների մասին, շահերի մասին կամ բուժումների մասին կամ ինչի մասին։ Մի հատ ինձ ով կարա դա բացատրի։
Կամ ես պետք է մտածեմ, այս 100,000 եկածից 90,000 նորմալ է, 10,000-ը զիբիլ է։ Մենք մեր եղած զիբիլի մեջ գոնե բան անենք, հա, մտնենք տենց մաքրենք բան անենք, մի հատ է ուրիշի զիբիլի մեջ պետք է բան անենք։ Չէ, էդի տենց է вообще-то։ Դու քոնով պետք է զբաղվես, ոչ թե մի հատ է քոնը թողած, քո խնդիրներն զբաղվես ուրիշների խնդիրներով ու այնտեղ ճոգես, ով ա լավ, ով ա վատը։ Որտեղ խնդիրները այսքան, որ մի հատ մենք դնենք ուրիշ պետությունների բան, քաղաքացիների բան հարցերով զբաղվենք։ Այսքանը ժողովուրդ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը եւ ձեզ։